Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Կադանց անսամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես մի քանի օրից դուք մեծ համերգ ունեք օպերային թատրոնի կամերային նվագախմբի հետ, ռեժիսորը դուք եք, դիրիժորը Կարեն Դուրգարյանը։ Նախ ներկայացնենք ծրագրի մանրամասները, ինչ ստեղծագործություններ են հնչելու։ Օպերային թատրոնի հետ սա արդեն երկրորդ պրոյեկտն է։ Մենք ունենք կոլաբորացիա ներկայացումը կրկին օպերային թատրոնի հետ եւ մեր հաջողված պրոյեկտից հետո հաջորդեց երկրորդ նախագիծը, որ արդեն կանանց է նվիրված, կանանց միամսյակին, որտեղ որ ընտրված են ստեղծագործություններ թե Պիացոլայից, թե Վալտերիոսից, ինչպես նաեւ հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններ ունենք համեմված, ամբողջը մեկ կտավի մեջ մենք կտեսնենք մարտի 11-ին։ Տեսեք, դուք ասացիք մեկ այդպիսի հաջողված փորձ ունենք։ Արդյոք դա կարելի է համարել հաջողված փորձ, արդյոք կարելի է համարել պահանջված այն ամեն ինչ որ անում եք դուք օպերային թատրոնի հետ։ Տեսեք, Կադանց անսամբլը պետք է ասեմ, որ արդեն 1 տարի է վերազինվել է եւ իր նոր ռեբրենդինգի, նոր ձևավորումից հետո ավելի մասշտաբային միջոցառումների ցանկություն եւ ակնկալիք ունի, որ հետեւից այսօր մենք գնում ենք եւ այն պրոյեկտները, որ ներկայացնում է Կադանց անսամբլը, այդտեղ համեմված են մեր 20 տարվա ստեղծագործական անցած ճանապարհը։ Իսկ նվագախումբ, որտեղ մեծ երաժշտական արխիվ կա, որը մենք կարողանում ենք տարբեր միջոցառումների ժամանակ պատրաստել հանդիսատեսի համար հատուկ առանձին ներկայացումներ։ Ես նկատի ունեմ, արդյոք պահանջված է այն, ինչ որ դուք անում եք, որովհետև համադրել դասական երաժշտությունն ու պրոֆեսիոնալ պարարվեստը, որքանով է դա այդ համադրումը նախ ստացվում եւ որքանով է պահանջված։ Պետք է ասեմ, որ հավաքված են իրենց գործի նվիրալներ եւ պրոֆեսիոնալ մարդիկ, սկսած պարախմբից, վերջացրած նվագախմբից եւ ի վերջո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ, այս ամեն ինչը բարձր որակավորումների, բարձր աշխատանքների ներքո կարողանում ենք հանդիսատեսին արդեն 1 տարի համտեսել եւ դրա շնորհիվ մենք ունենք արդեն կարելի ասել մեծ զանգված հանդիսատեսի, ովքեր որ ցանկություն ունեն եւս տեսնել, դիտել մեր ներկայացումները։ Որովհետև մենք շատ հաճախ խոսում ենք, որ ամեն դեպքում էստրադան կամ ռապիսը միշտ շատ ավելի պահանջված են, քան դասականը։ Ես դրա համար եմ հարցնում, որքանով են այս համադրությունը, որքանով է պահանջված դասական երաժշտություն եւ պրոֆեսիոնալ պարարվեստ։ Տեսեք, ամեն ինչ մտածված է հանդիսատեսի համար եւ անգամ ակադեմիական մակարդակում մենք հանդիսատեսի մասին շատ ենք մտածում, թե ինչ պետք է դուրը հանդիսատեսը տեսնի եւ լսի եւ պահպանելով կարեւոր արժեքներ, պահպանելով սկզբունքներ, մտածում ենք հանդիսատեսին համեմցնել գեղեցիկ երաժշտություն, գեղեցիկ շոու ծրագիր, գեղեցիկ պարային համարներ, որոնք երաժշտության հետ արդեն կարելի ասել լավ միահյուսված են եւ ամբողջ պրոյեկտի մասին խորությամբ է մտածվում, որպեսզի ձեր ասած այդ փաստարկներին կարողանանք հաղթահարել եւ մեր հանդիսատեսին պահել մեր մոտ։ Որովհետև դա իրականում շատ բարդ է բերել հանդիսատեսին, ու բարդ ասվածը մի քիչ հարաբերական է, այսօր ասում են, որ օպերային թատրոնի ներկայացումները արդեն անցնում են լեփ-լեցուն դահլիճում, բայց միևնույն ժամանակ սա նոր է, երբ դասական երաժշտությունը եւ պարարվեստը միասին այսպես համադրում են, դրա համար ինքը նորությունը միշտ չէ, որ հեշտ է ընդունվում։ Պետք է ասեմ, որ հեշտ ընդունվել է, քանի որ պրոյեկտը ինքնին հետաքրքիր է եւ նորություն է մշակութային դաշտում։ Մենք այսօր այդ տանգո աշխարհում պարային թե երաժշտական այնպիսի ստեղծագործություններ են ընտրել եւ այնպիսի բեմադրություններ կան դրանց տակարված, որոնք հանդիսատեսի հենց միանգամից սրտի մեջ են մտնում եւ այն էֆեկտները, այն գեղագիտական տեսքն ու ճաշակի ձևավորումը, որը որ ներառված է երեկոյի մեջ, ինձ թվում է դա հանդիսատեսին անգամ շատ դեպքերում պակասն է լրացվում եւ հաջորդիվ սպասվող մեր գործերը, համերները, մենահամերները արդեն մեկը մյուսից հետո ավելի հեշտանում են։ Իսկ ինչու դասական եւ ոչ, ասենք, այն ճյուղերը, որոնք շատ ավելի եկամտաբեր են։ Օրինակ, եթե ձեզ առաջարկեն ռաբիսի արտիստների հետ ելույթ ունենալ։
Տեսեք, Կադանս անսամբլը իր պատմությունն ունի եւ ես որպես ղեկավար նաեւ ես իմ պատմությունն ունեմ, որտեղ որ իմ մշակութային կյանքը առհասարակ անցել է այլ սկզբունքներով եւ ձևաչափերով։ Կադանսում հավաքված են թե պարախմբի, թե երաժիշտների անունից կարող եմ ասել, արտիստներ, ովքեր որ չեն եկել այդտեղ գումար աշխատելու կամ գումար աշխատելը չի նպատակ հանդիսացել այդտեղ հայտնվելը։ Բոլոր արտիստները անվանի են եւ իրենց գումարը շատ հեշտությամբ արդեն իրենց վաստակի շնորհիվ ձեռք են բերում այլ միջոցներով, այլ հարթակներում, բայց Կադանսը մի այլ հարթակ է, որտեղ որ բոլորին մշակույթն է հավաքում եւ արվեստը։ Մարդիկ ստեղ գալիս են իրենց ներքին բացը լրացնելու եւ կարողանալ այն դատարկությունը, որը որ դրսում կա, լցնել Կադանսում։ Դա երաժիշտներ են, ովքեր որ 20 տարի հավատարիմ մեջք-մեջքի պահել են անսամբլը եւ բերել մեր օրեր։ Սկզբունք կա, որ չգիտեմ, չմասնակցել կամ նույն բեմում չլինել այն արտիստների հետ, որոնք համարվում են ռաբիս երաժշտության կատարողներ։ Տեսեք, ինձ թվում է այդ երեկոները կամ պետք է այդ ձեր ասած ոլորտի ներկայացուցիչները տեղ լինեն կամ մենք զուտ այն իմաստով որ ոճային եւ ճաշակային ձևավորման պետք է լինի եւ չի լինի։ Դա չեմ կարծում ով պետք է այդ միջոցառումը կազմակերպի, որ կարողանա միատեղ ներկայացնել եւ դա ինչ որ իրենից լավ բան նշանակի։ Ինչի համար եմ ասում, որովհետև ձեր ասած մշակույթը եւ ինչով որ մենք զբաղվում ենք, տեսակայինորեն շատ տարբեր են։ Այստեղ չեմ ուզում անունների վերածել լավի եւ վատի, ուղղակի դրանք այնքան տեսակային տարբեր երևույթներ են, որը որ մի տեղում միացնել ու ինչ որ բան ունենալ, չեմ կարծում, որ դա խելամիտ է։ Այսինքն կամ չի լինում երկուսը նույն բեմում։ Եթե առաջարկներ լինեն, չգիտեմ, մտահղացումներ, որոնք որ կարող են մեզ հետաքրքրել եւ այդտեղ մենք ինչ որ մեր հայացքներն ու տեսլականները տեսնենք, չեմ բացառում։ Իսկ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ նույն մարզահամերգային համալիրում այդ նույն երգիչների համերգներ անցնում են լեփ-լեցուն դահլիճում։ Դե կներեք ֆուտբոլի ստադիոններում էլ 100,000 հանդիսական է լինում, դրանք պետք չի համեմատել, որովհետև ամեն մշակույթ ունի իր ձևը, իր տեսակը եւ ծառայում է հատուկ իր հանդիսատեսին։ Հասկանում եք, մենք ունենք այսօր հանդիսատես, որին ծառայում ենք եւ մենք մեր հանդիսատեսի համար ենք աշխատում գիշեր ու զօր։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են մարզամերգային համալիրում տեսնել եւ բան, իհարկե մարդիկ ազատ են եւ լավագույն ձևով կարելի է վայելել նաեւ այդ երեկոները։ Այսինքն ամեն ինչ ունի իր հասցեն եւ ամեն արտիստ աշխատում եւ ծառայում է իր հանդիսատեսի համար։ Այդ թվում մենք։ Իսկ ինչու է արվեստի, չգիտեմ, արվեստ կարելի է համարել դա թե ոչ, բայց այդուամենայնիվ երաժշտության այդ ոճը այդքան պահանջված եւ իդեպ ոչ միայն Հայաստանում, Սփյուռքում էլ այդ երգիչների համերգները շատ մեծ արագությամբ համերգների տոմսերը սպառվում են։ Տեսեք, դրանք ավելի շատ պետք է մեկնաբանվի կենցաղային դրույթները այդտեղ ավելի շատ են, որոնք որ մարդկանց համար ավելի հեշտ ընկալման, ավելի հեշտ ռեալիզացնելու կարող է տարբերակներ են։ Լսել դասական երաժշտություն, վայելել դասական երաժշտությունը կամ դասական արվեստը պետք է ինչ որտեղ դու նաև քո անցած տարիների ընթացքում բավականաչափ կարդացած եւ զարգացած ինչ որ անձնավորություն լինես, որպեսզի համատեղվի այդ մշակույթը քո ամբողջ տեսական դաշտի հետ։ Ինձ թվում է մեր միջավայրը այնպեսին է ձևավորված, որ պետք է ասեմ ձևը ավելի կարևորվում է, քան բովանդակությունը։ Տեսեք, մենք ամեն ինչ այսօր անում ենք, որպեսզի մեր արած գործի մեջ մեծ լինի բովանդակությունը։ Իսկ այսօր գերակշռում է ձևը։ Այսինքն եթե մենք կարողանանք գնալ ձևի հետևից, բնականաբար ավելի կհեշտանա մեր գործը, ավելի ամեն ինչը սահուն կլինի, բայց արվեստը այդպես չի ուզում, որ իր հետ վարվես, այլ պետք է ունենալ քո միսիան եւ արվեստը ծառայեցնել սովորացնելու համար եւ մարդկանց մոտ ինչ որ զգացմունքներ, ապրումներ ստեղծելու համար։ Եվ
մենք շատ ենք գնում բովանդակության, անձամբ ես որպես ղեկավար անսամբլի ստեղծագործական ուղին բովանդակությամբ փորձում եմ լեցուն պահել, դրանում մտնում է գեղագիտական ձևը, ճաշակը, բեմի կառուցվածքը, բեմի տեսքը, լույսային համակարգը, ձայնային պարզ հնչողությունը, այսինքն ամեն ինչի մասին մտածվում է եւ երբ որ մենք փորձում ենք ակադեմիական գործեր անել, այդտեղ փորձում ենք ժամանակակից լուծումները համեմցնել այնպես, որպեսզի հանդիսատեսին հնարավոր չլինի դուր չգա դա։ Այսինքն մտածում ենք, կարելի ասել, գրեթե ամեն դետալի մասին։ Տեսեք, դուք ասացիք շատ հաճախ կարևորվում է ձևը եւ ոչ թե բովանդակությունը, իսկ դուք կարծում եք, որ մեր հասարակության մոտ այդ մի քիչ արդեն արմատացած խնդիր է դարձել, որովհետեւ մենք արվեստից են կողմել, մենք տեսնում ենք, որ մարդը կարող է շատ շքեղ մեքենա վարել, որպեսզի ցույց տա դա ձևն է այդպես իրենց բնութագրմամբ, բայց ինքը կարող է հսկայական քանակությամբ, չգիտեմ, վարկեր ու պարտքեր ունենա։ Այդ ձևը մեզ մոտ շատ է կարևորվում հիմա։ Ձևը կարևորվում է, բայց դա ժամանակավոր բնույթ է։ Կանցնեն ժամանակներ, մոդաները կգան եւ կգնան, մարդկանց հայացքներն ու իրենց ճիշտ ворթեգրած կյանքը կարող մի օր փոխվի, որովհետեւ ինչի մասին դուք խոսում եք, դա ուղղակի ժամանակավոր անցողիկ երևույթներ են, որ մեր դիմացով գալի եւ գնում են։ Իսկ կան երևույթներ, կան արժեքներ, որոնք որ մնում են իրենց տեղում միշտ։ Մենք եթե վերցնենք բալետային աշխարհը, վերցնենք դասական երաժշտական աշխարհը, պետք է ասեմ, որ այն դպրոցները, որոնք որտեղ սովորում եւ ավարտում են ապագա հանրահռչակ արտիստները, կարելի ասել նույն ձևի եւ բնույթի մնացել են անգամ 100, 150, 200 տարիներ։ Կարող են ժամանակակից ինչ-որ մոտեցումներ են փոխվել, բայց հիմքում պահպանվել է այն արժեքը, այն ստանդարտ ձևաչափերը, որը որ բերում է եւ արվեստը դարձնում է ակադեմիական։ Դրանք երբեք չեն մսխվում, դրանք երբեք չեն կորում եւ դրանք եւս կարող են 200 տարի շարունակել ապրել, իսկ ձեր ասած երևույթները ուղղակի ժամանակավոր անցողիկ խոսակցություններ են։ Տեսեք, դուք բալետից խոսեցիք, բալետը օպերային աշխարհը առհասարակ շատ վայրիվերումների մեջ, դժվարությունների մեջով են ամեն դեպքում անցել եւ հիմա կարծես թե ավելի մեծ հաջողություններ են արձանագրում, որովհետեւ ի տարբերություն մի քանի տարի առաջվա, հիմա հետաքրքիր նոր ներկայացումներ կան ժամանակակից լուծումներով եւ չնայած այդ դժվարություններին, որ եղել են, հիմա արդեն լեփ-լեցուն դահլիճներում են շատ ներկայացումներ բեմադրվում, ու վերջերս նաև Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ ասաց, որ չնայած Instagram-ին եւ TikTok-ին թատրոնը միևնույն է, միշտ մնալու է թատրոն։ Ես համաձայն եմ, պետք է ասեմ, որ մեր մշակութային դաշտը բավականին լայնացել է, բավականին մեր մոտ թե նորությունները ընդհանուր մշակութային դաշտում, եւ իմ դուրս շատ է գալիս մեր մշակութային ակտիվությունը, պետք է ասեմ, որ թվով չեմ կարող հիշել քանի թատրոն, որ վերազինվել են լավագույն տեխնիկաներով, լավագույն, չգիտեմ, հնարավորություններով, արտիստների համար պայմաններով, ես այսօր տեսնում եմ, թե ինչպես է այդ պայմանները, հնարավորությունները մտնում մեր թատրոններ, չեմ ուզում անուններով, բայց իրոք թե օպերային թատրոնը, թե մեր Արամ Խաչատրյան համերգասրահը, ուղղակի ես այնտեղ պրոյեկտներ անելուց, աշխատելով այդ շենքում, թե Արամ Խաչատրյանում, թե օպերային թատրոնում, ուղղակի հաճույք եմ ստանում, որովհետև այն ինչը որ ժամանակակից աշխարհում պահանջված է, կարելի ասել այսօր արդեն մեր թատրոններում կա, ի շնորհիվ իհարկե տնօրենների, տեսեք տնօրենները մեր թատրոնների բավական սկսած Վարդան Մկրտչյանից վերջացրած բոլորն էլ ժամանակի հետ համահունչ են քայլում եւ լինելով պրոֆեսիոնալ մարդիկ կարողանում են այդ ամեն ինչ ապահովել, բայց պետք է ասեմ, որ նաեւ գեղարվեստական գործը պետքա համահունչ լինի այսօրվա մեր տնօրենների կատարած այդ բազմաչարչար աշխատանքին։ Կարեն Դուրգարյանն էլ բավական փոփոխություններ իհարկե մեծ թատրոնում այսօր եթե տեսնեք պաստառ որտեղ որ օպերային թատրոնի ամսական 20-ից ավել ներկայացումներ են գնում, ինձ թվում է դրանից ավելի լավ բան պատկերացնել հնարավոր չի, որովհետև մեր այս փոքր երկրում ունենալ օպերային թատրոն, որտեղ որ ամիսը 20-ից ավել
վստահ եմ ներկայացումներ են խաղում եւ տոմսերի վաճառքի սկսած ամբողջ այդ ռեսուրսներից, պետք է ասեմ, որ դա հրաշալի է ուղղակի։ Եվ գեղարվեստական բնույթը ինձ թվում է պետք է կարողանա առաջ գնալ եւ հասնել այն մակարդակին, որ այսօր մեր թատրոնների վերազինումը, այդ տեխնիկաների ներդրումը, այդ ամբողջ հնարավորությունները ինչը որ դրվում է, վերջի վերջո դա դրվում է բովանդակության համար։ Մենք պետքա տեսնենք ոչ թե միայն լավ լույսային համակարգ, այլ լույսային համակարգը ոնց է համեմված բովանդակության հետ։ Այս համերգը հենց դրա ապացույցներից մեկն է բովանդակության ու նաև այն, որ ինչպես դուք եք ասում, մշակութային դաշտում բավական շատ նորարարություններ են վերջին ժամանակներից լինում։ Դասական երաժշտություն եւ պրոֆեսիոնալ պարարվեստ։ Պետք է ասեմ այո, բայց ավելի կոնկրետ ես ձեզ կհրավիրեմ մեր ակադեմիական մենահամերներին, որտեղ որ ծրագրային առումով պատրաստված են համերներ առանց խոսիտների, այսինքն սլոգանների, սա ուղղակի կանանց նվիրված գեղեցիկ երեկո է սպասվում, որտեղ որ մենք փորձել ենք ապահովել տրամադրությունը, վերաբերմունքը, մեր հարգանքը, սերը, իսկ մենք մենահամերներ ունենք, որտեղ որ ամբողջովին ակադեմիական մոտեցումներ են որդեգրված եւ այդ համերները վերաբերում են ձեր ասածին։ Ավելի շատ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Կադանց անսամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։